Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն է ուզում, նա այդ հարցը կապել է դաշնակիցների պաշտպանական ծախսերի հետ։ Նա նշել է, հիասթափված է, որ ՆԱՏՕ-ի անդամները չեն միացել Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Մենք նույնիսկ դրա կարիքը չունեինք, բայց լավ կլիներ, եթե նրանք դա անեին, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Իրանի ապահարքելափակված ակտիվների մի մասը կուղղվի Միացյալ Նահանգների ֆերմերներից ցորեն, սոյա եւ եգիպտացորեն գնելուն։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Մենք ամբողջ աշխարհում շուկաներ ենք բացում Միացյալ Նահանգների ֆերմերների համար եւ շուտով կբացվի նոր շուկա, այն կոչվում է հրաշալի երկիր Իրան։ Մենք պատրաստվում ենք վերցնել նրանց միջոցների մի մասը եւ կծախսենք դրանք, ասել է նա։ Իսրայելի նախագահին տեղափոխող Իսրայելի պաշտպանության բանակի ուղղաթիռը թռիչքի ժամանակ ստիպված է եղել վայրէջք կատարել ավիաբազայում։ Պատճառը եղել է թռչնի հետ բախումը, Իսրայելի նախագահը չի տուժել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի պաշտպանության բանակն առանց ժամանակային սահմանափակումների կմնա Լիբանանի եւ Սիրիայի, նաեւ Գազայի հատվածի անվտանգության գոտիներում, քանի դեռ Հեզբոլահը չի զինաթափվել։ Մենք չենք գնա զիջումների Իսրայելի ամենակարևոր անվտանգության, մեր զինվորների եւ քաղաքացիների պաշտպանության հարցում։ Եթե Թեհրանը հարձակվի Իսրայելի վրա Լիբանանում իր գործողությունների կամ որևէ այլ պատճառով, մենք կհարձակվենք Իրանի վրա մեր ամբողջ ուժով, այնպես որ հստակ ցույց տա մեր միջև ուժերի անհավասարությունը, հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինան ուժեղ դիրք է զբաղեցնում մարտի դաշտում։ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում, Կիևին եվրոպական աջակցությունն անսասան է, ասել է Մերցը։ Նա նշել է, որ G7-ի գագաթնաժողովից հետո եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների միջև պահպանվում է միասնությունն Ուկրաինայի հարցում։ Եվ մենք այսօր հստակ ուղերձ ենք հղում Ռուսաստանին, եկել է բանակցությունների մեջ մտնելու, առաջնագիծը սառեցնելու եւ սպանությունները դադարեցնելու ժամանակը, հավելել է Մերցը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Մինսկում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ներկայացուցիչների հետ։ Ես նրանց ուղիղ ասել եմ, տղաներ, փոխանցեք ձեր նախագահին, եթե նա կարծում է, որ կարելի է այսպես խոսել մեզ հետ եւ մեզ ներքաշել պատերազմի մեջ, ապա նա պետք է հասկանա, որ պատերազմի որակը միանգամից կփոխվի։ Այս պատերազմը բոլորովին այլ է լինելու։ Ուստի եկեք պայմանավորվենք, ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով Բելարուսին պատերազմ պետք չէ։ Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահը վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոին պահանջելով հեռացնել ռուսական վերահեռարձակող կայանները Բելարուսի սահմանից, հակառակ դեպքում Ուկրաինան ինքը կանի դա։ Եվրամիության խորհուրդը պաշտոնապես 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Հունիսի 18-ից 19-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները որոշել են Ռուսաստանի դեմ հիմնական տնտեսական պատժամիջոցները երկարաձգել ամեն տարի 6 ամիսը մեկ անգամ չսահմանվածի փոխարեն, ինչպես դա արվել է 2014 թվականից ի վեր։ Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 235-ի, օգնություն է ցուցաբերվել ավելի քան 4300 տուժածի, նրանց մեծ մասը ստացել է թեթև վնասվածքներ, սակայն կան նաև միջին եւ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, շատերին վիրահատական միջամտություն է պահանջվել։ Ամենաբարդ իրավիճակը շարունակում է մնալ Լա Գուայրա նահանգում, որտեղ գրանցվել է զոհերի եւ վիրավորների ամենամեծ թիվը։ Այնտեղ աշխատում են զինված ուժերի, Վենեսուելայի Կարմիր խաչի եւ նույնիսկ մասնավոր կլինիկաների դաշտային հոսպիտալները։ Ամենաշատ տուժած շրջաններն ուղարկվել է ավելի քան 5000 բուժաշխատող, այդ թվում 1200 բժիշկ։